գրասենյակի ղեկավար։ Երբ նայեցինք Վահագն Խաչատուրյանի դեմքին խոսելուց, մտածեցինք, հեսա չոք կգնա Ալիևի մոտ։ Լավ է գոնե նստած էր խոսում, չոք չգնաց։ Այս պարագայում, երբ դեռ Արցախյան գոյության պայքարի ժամանակ բոլոր Արցախահայությանը դարձրեցին վտարանդի, ունես զրկեցին, ավիրեցին մեր մշակույթը, մենք դարձանք եւ բռնազավթված, պահանջատերը մենք ենք, ոչ թե թշնամին։ Ներողություն իրենք պետք է խնդրեին, ոչ թե մենք, հասնելով ժողովրդին այս վիճակի մեջ եւ մեր ազգային արժանապատվության հաշվին վարել այնպիսի կզած քաղաքականություն, դա չի բխում հայ ժողովրդի շահերից։ Փաշինյանը ասում է, որ դրանք Ադրբեջանի տարածքն են եւ վերադարձրել են։ Լավ, ես ձեզ մի լուսանկար ցույց տամ, թույլ տվեք։ Ուրեմն ձեր թույլտվությամբ մեկ լուսանկար ցույց տամ։ Ինչ լուսանկար է այստեղ։ Սարդարապատի հուշահամալիրը, որտեղ գլուխ է խոնարհում եւ հարգանքի տուրք մատուցում Հեյդար Ալիևը։ Իրենք ընդունել են, չէ՞ որ մենք Սարդարապատում ունեցել ենք բարոյական պահանջ։ Իրենք ընդունել են, չէ՞ որ մենք ունեցել ենք Պարոն Ալիև, տես քո հայրը ոնց է հարգանքի տուրք մատուցել եւ գլուխ խոնար է Սարդարապատի հուշահամալիրում։ Տես, բռնազավթածը մենք ենք, պահանջատերը մենք ենք, ոչ թե դուք։ Այսօրվա իշխանությունը իրենց թրկահպատակ քաղաքականությամբ միայն հարված են հասցնելու հայ ժողովրդի ինքնասիրությանն ու արժանապատվությանը։ Այրուն չենք ուզում, բայց ազգային արժանապատվության հաշվին էլ խաղաղություն չենք մուրալու։ Մենք դեռ տոնելու ենք Սարդարապատներ, եռատոններ, քառատոններ։ Թող այսօրվա իշխանությունը լսի, որ իրենց վարած քաղաքականությունը չի բխում հայ ժողովրդի շահերից։ Ոչ էլ մեր ազգային արժանապատվության հաշվին երբևիցե խաղաղություն մուրացեք։ Մենք չենք տվել ձեզ այդ մանդատը։ Շնորհակալություն։ Ասում են ներողություն, ասում են, եթե համաձայն չէ ժողովուրդը, հեղափոխություն կանե, դուրս եկեք հեղափոխություն եք։ Այո, իսկ ինչ են անում մեկ խոսացողին։ Ինչ են անում մեկ մարդը մի արտահայտություն է անում, մարդը մի բան տանում, բանտարկում են։ Ու այնպեսի ճնշումներ, որ մարդը բանտարկվելուց հետո 10 օր հետո հայտնվում է սայլակների վրա։ Հեղափոխություն, հանա ասում էր հենց ժողովուրդը պահանջի, ես հլու հնազատ կգնդագահարեն, փող գնդագահարեն մեզ։ Մենք այդպեսի բան չենք պահանջում, մենք ասում ենք արժանապատիվ քաղաքականություն վարի։ Եթե դու ստացել ես այդ մանդատը ժողովրդի շահերից, դու գնա պահանջի։ Մեկ անգամ դու գերիների համար խոսացիր, մեկ անգամ սպասում ես իրեն ողորմածությանը, երկու գերի հանձնի թե չէ, այն էլ ինչ գնով։ Այսքան հանդիպումներ ես ունենում, մեկ անգամ գերիների մասին խոսեցիր։ Ինչի մասին ենք մենք հիմա խոսում։ Գնում եմ միայն տեսնի ինչ 4-րդ կարգի ցորեն ես ստանում, ուրախանում ես, ադրբեջանական բենզին ես բերում, ուրախանում ես։ Հետո խոսում ես թալան հետ բերելուց ու լափից։ Ինչի այսօրվա դրությամբ խաղաղությունը բենզին էր ուզում բերեր, Պարսկաստանը 100 անգամ էժան ձեզ բենզին էր տալի։ Բերեիր։ Չէ, պետք է թշնամու պահանջները կատարվեր։ Այսօրվա դրությամբ մեր իշխանությունները միայն ու միայն հարված են հասցնելու մեր ազգային արժանապատվությանը։ Եթե կան հարցեր, խնդրեմ։